Notebook LM-ում ստեղծում ենք մեր notebook-ը create notebook տարբերակով։ Կայքը աշխատում է տարբեր աղբյուրների հետ, ծանոթանանք ինչ ինտերֆեյս ունի, նախ եւ առաջ աղբյուրների տարբերակն է ներկայացնում, web կամ drive տարբերակով եւ որոնման երկու տարբերակա fast research եւ deep research, արագ որոնում եւ որոնում, որը ավելի ակադեմիական տեքստերի հետ է աշխատում եւ ավելի հիմնավորված, ավելի մանրամասն վերլուծություններ է ներկայացնում։ Մյուս տարբերակը, որը շատ կիրառելի է, ձեր աղբյուրները, այսինքն ձեր ֆայլերը ներբեռնել, վեբսայթերից ներբեռնել, drive-ի մասին նշեցի եւ որոշակի տեքստ պատճենել, որի հիման վրա կարելի է ստեղծել վիզուալներ կամ այլ նյութեր։ Ուրեմն սրանք աղբյուրների բաժին է, աղբյուրները ներբեռնում են նշված ձևերով, օրինակ Հայաստանի տեսարժան վայրերի մասին, ինֆորմացիա են ցանկանում զբոսաշրջության մասին եւ Հայաստանի տեսարժան վայրերի մասին։ Կենտրոնում զրուցարանի հատվածն է, որը շատ նման է chat-ին կամ Google-ի գործիքներ Gemini-ին կամ OpenAI գործիքներ ChatGPT-ին, որտեղ որ հարցեր կարելի է ուղղել, բայց ի տարբերություն նշված այլ լեզվական մոդելների, Notebook LM-ը աշխատում է մեր կողմից ընտրված աղբյուրների հիման վրա։ Առաջարկված աղբյուրները կարող ենք ընտրել ամբողջությամբ կամ ինչ-որ մեկը հանել այս նշանների միջոցով եւ արդեն հասանելի են։ Այս տեխնոլոգիան ռակ տեխնոլոգիայով է աշխատում, այսինքն մեր կողմից ընտրված ինֆորմացիայի հիման վրա կարող է ստեղծել տարբեր աղբյուրներ տարբեր ֆորմատներով ստուդիայում այս հատվածում երևում են թե ինչ ֆորմատներով կարող ենք դաշնարություններ ստեղծել, պրոդուկտներ ստեղծել, օրինակ աուդիո, պրեզենտացիա, վիդեո, գաղափարների քարտեզ, ռիփորտներ, քուիզ եւ այլն, օրինակ վիդեո տարբերակում եւ մնացած տարբերակում եւս հնարավորություն է տալիս ընտրել, թե ինչ ֆորմատով կարող է լինել, ինչ ձևաչափով, այստեղ հարցարաններն են, այս հատվածում ինֆոգրաֆիկան եւ աղբյուրների աղյուսակը շատ լավ գործիք է, եթե ունենք մեծ աղբյուրներ եւ մեզ հարկավոր է ամփոփ ներկայացնել ինֆորմացիան։ Նշեմ նաեւ, որ այս աղբյուրների վերլուծությունից ստացված նյութերը կարող ենք պահպանել որպես նոր աղբյուր եւս։ Օրինակ, այստեղ հարցեր կան, որոնք են Հայաստանի թաքնված գանձերը եւ ինչպես այցելել դրանք։ Հարցերի մի մասը պատրաստի տրվում են, կարող ենք մենք եւս հարցեր նշել այս հատվածում սովորական զրուցարանի նման։ Կարող ենք առաջարկել, որ մեզ որոշակի լուծումներ ներկայացնեն։ Օրինակ, կազմիր Իստական պլան, հրենք 200,000 դրամ բյուջեով 4 հոգու հանգստի համար առաջարկիր այցելության վայրերը վիճարները և ժամանակը։ Մինչև առաջարկը կկազմվի, արդեն այս հատվածում, աջ հատվածում մենք նկատում ենք, որ պատրաստ է ինֆորմացիան։ Տեսեք ինֆորմացիան այս հատվածում էլ ունենք, օրինակ զբոսանք Երևանի կենտրոնում, այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան, այնուհետև ճաշ կենտրոնում, Հանրապետության հրապարակ, երկու շատրվանների շոուն և թանգարանի մուտքավճարն է նշված, տրանսպորտը,
Այնուհետև երկրորդ օրվա ինֆորմացիան է այդ Գառնի Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, լավաշ թխելու փորձառությունը, ծախսերն են նշված և հաջորդ օրվանը արդեն դեպի հյուսիս Դիլիջան, Սևան Դիլիջան, Սևանա լիճ և Սևանա վանք, Դիլիջանի ազգային պարկ, Պարզիչ, Հաղարծին։ Այս հատվածում նշված են գիշերակացի գումարները, տրանսպորտը, մուտքավճարը և այլն։ Օրինակ, այս հատվածում կարող ենք տեսնել, թե որոնք են 25 թվականի ամռան գլխավոր փառատոները Երևանում հարցերը պատրաստ կան և մենք ինքներս էլ կարող ենք հարցեր կազմել։ Նշված են օրերը։ Մեկնաբանություններում նշեք արդյոք մասնակցել եք այս օրերին և եթե հետաքրքիր է այս ձևաչափը, ապա լայքեք և տարածեք տեսանյութը, միացեք իմ ալիքին, նաև կարող եք մեկնաբանություններում նշել, թե էլ ինչ գործիք գիտեք և ինչ եք կիրառում նման առօրեական խնդիրներ լուծելու համար և ինչպես կարելի է Notebook LM-ը օգտագործել։ Հաջորդ տեսանյութում ցույց կտամ, թե ինչ արդյունքներ ունեցանք։ Շնորհակալություն։